Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը, բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Սկսենք Եվրոհանձնաժողովի նախագահի այցից Հայաստան, Երևան, Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը տարբեր հայտարարություններ է արել, տարբեր խոստումներ է տվել։ Ես չեմ ուզում հիմա անդրադառնամ այդ խոստումներին եւ հայտարարություններին, հարցը այսպես ձևակերպեմ, պարոն Աբրահամյան։ Ինչի համար է Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել Երևան, ինչով ենք կարևոր մենք այսօր, Հայաստանը կարևոր Եվրամիության համար եւ ինչով է կարևոր մեր ամբողջ տարածաշրջանը Եվրամիության համար, հաշվի առնելով, որ մինչեւ այդ Եվրոհանձնաժողովի նախագահը եղել է նաեւ Բաքվում։ Շատ լավ հետաքրքիր հարց է, իսկապես վերջի շրջանում մենք տեսնում ենք Եվրոպական միության կողմից հատուկ վերաբերմունք կամ հատուկ քաղաքականություն Հարավկովկասյան տարածաշրջանի եւ Հայաստանի նկատմամբ, եւ սա պատահական չի կարող լինել։ Մի շատ կարեւոր գործոն կա, որը ակտիվացրել է եվրոպական քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Խոսքը նրա մասին է, որ Եվրոպան, Եվրոպական միությունը փորձում է կառուցել այսպես կոչված մեծ միջին միջանցքի տեսլականը, գաղափարը, որի ամբողջ էությունը հետևյալն է. Միջին Ասիան, գլոբալ, ուրեմն Հարավային Կովկասի եւ Թուրքիայի միջոցով կապել ուրեմն Եվրոպայի հետ եւ այդպես սա դիտարկել որպես մեծ միջանցք, ինչը դիտարկվում է որպես Եվրոպայի ստրատեգիական անվտանգության եւ նաեւ առևտրատնտեսական անկախության կարևորագույն միջոց կամ գործիք։ Եվ այս առումով Հարավային Կովկասը ձեռք է բերել Եվրոպայի համար չափազանց կարևոր առանցքային նշանակություն։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ այն ժամանակահատվածում, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվում էր Հարավային Կովկասում, նույն այդ ժամանակահատվածում Թուրքիայում էր գտնվում Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Կայա Կալասը, նրա հետ էր նաև ընդլայնման քաղաքականության հարցերով եւ նաև միգրացիայի հարցերով եվրոպական կոմիսարները եւ բանակցություններ էին վարում նաև զուգահեռաբար ըստ էության նաև Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ եւ հետաքրքիր է նաև որ երկու դեպքում էլ բավականին սինխրոն հայտարարություններ են գրեթե եղել կապված հատկապես այսպես կոչված շատ հետաքրքիր բառ կապվածությունների քաղաքականության հետ, փոխկապակցվածության քաղաքականության հետ եւ այս Թուրքիայում են հնչել են նաեւ ուրեմն Բաքվում, հետագայում նաեւ դրանից հետո նաեւ հաջորդ օրը դրա մասին Երևանում խոսեց արդեն ֆոն դեր Լայենը։ Եվ հետաքրքիր է որ Հայաստանում այդ հայտարարությունը անելիս իդեպ նաեւ Բաքվում հանձնաժողովի նախագահը Տիկին ֆոն դեր Լայենը հատուկ շեշտադրում արեց, որ Եվրոպական միությունը պատրաստում է $200 միլիոն ներդրում կատարել այստեղ, խոսքը վերաբերում է հիմնականում էներգետիկ, տրանսպորտային եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր համակարգում։ Դա global gateway իմաստ չի։ Այո, global, այո, շատ ճիշտ նկատեցիք եւ սա այսինքն ցույց է տալիս, որ ընդհանուր հետաքրքրությունների եւ ընդհանուր դաշտում է եւ Ադրբեջան եւ Հայաստան եւ ըստ էության Թուրքիա, եթե այսպես կարելի ասել, հա։ Սա ինչի համար եմ շեշտում, ցույց տալու համար, թե ինչու է այդքան կարևորվել Հարավային Կովկասը եւ ինչու է կարևոր նաեւ Հայաստանը։ Այս գաղափարը կենսագործել առանց
առանց Հայաստանի ու այսօրվա իրողությունների պայմաններում գործնականում անհնար է եւ հատկապես այն հանգամանքը, որ անցած տարվա սեպտեմբերին Միացյալ Նահանգներում ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ կարևոր քայլեր ձեռնարկվեցին, այսինքն ստորագրվեց խաղաղության նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ նաեւ TRIP-ի ստեղծման նախադրյալները իրավական ձևակերպվեցին եւ ստեղծվեցին, սա այսպես ֆունդամենտ ձևավորեց Եվրոպայի համար իր քաղաքականությունը այս տարածաշրջանում ավելի ակտիվացնելու եւ սա հիմք ծառայեցնելու այդ խաղաղությունը ֆունդամենտալ հողի վրա դնելու համար, որպեսզի կարողանան այդ մեծ ծրագիրը իրականացնել։ Եվ այս իմաստով Հայաստանի համար կարելի ասել նոր հնարավորություններ են նաեւ ստեղծվում։ Պարոն Աբրահամյան, դուք նշեցիք, որ եվրոպական այս նախագիծը մեծ միջին միջանցքը ուղղված է եւ հետապնդում է նպատակ իջեցնել Եվրամիության կախվածությունը։ Այո։ Ումից։ Կախվածությունը Ռուսաստանի ազդեցությունից, այսինքն կոմունիկացիաների նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունից եւ էներգետիկ ազդեցությունից եւ ոչ միայն Ռուսաստանի, այստեղ խոսքը նաեւ որոշ չափով վերաբերում է Չինաստանին, թեև Չինաստանը նաեւ դիտարկվում է որպես պոտենցիալ պարտներ, հատկապես այս միջին միջանցքի միջոցով կապի գլոբալ տնտեսական հաղորդակցության տեսանկյունից, բայց խոսքը առավելաբար այս պահին վերաբերում է ռուսական ազդեցությունից ազդեցությունը չեզոքացնելուն կամ նվազեցնելուն, իսկ Հարավային Կովկասը մշտապես եղել է Ռուսաստանի ազդեցության գոտին, դա բոլորին քաչ հայտնի է եւ Աքիլեսյան գարշապարը ըստ էության գտնվում է այստեղ։ Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը բավականին էական քայլեր կատարել եւ նաեւ իր էներգետիկ պաշարները հնարավորությունը տվել են, որպեսզի հնարավորինս բարձրացնի սուբյեկտայինությունը եւ դրան օժանդակել է նաեւ Թուրքիայի աջակցությունը, իսկ Հայաստանը երբևէ չի ունեցել այդ հնարավորությունը եւ բոլոր այսպես թելերով կախված է եղել Ռուսաստանից։ Հիմա հաշվի առնելով նաեւ իր սուվերենության մակարդակը բարձրացնելու Հայաստանի ձգտումները եւ եվրոպական ստանդարտերին համապատասխանեցնելու իր ձգտումները, Հայաստանի ձգտումները, Եվրոպան, այսպես ասած, ընդառաջում է այդ արձագանքին եւ փորձում է նաեւ այդ հանգամանքը օգտագործել։ Ես ուզում եմ մի շատ կարեւոր միտք այս առումով հնչեցնել, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի եւ այն մակերեսային ընկալումները, որ մենք գործ ունենք այսօր Եվրոպայի կողմից Հայաստանին զուտ օգնություն ցուցաբերելու, դժվար վիճակում օգնություն ցուցաբերելու հանգամանքի հետ ծրվեն այս մտայնությունները, որովհետեւ այդքան էլ այդ գործոնի հետ մենք գործ չունենք։ Թեև ենթատեքստում դա ենթադրվում է եւ կա, ուրեմն տպավորությունն է, որ Տիկին ֆոն գրեք, որ ընդհատում եմ, ֆոն դեր Լայենի այցի միայն մի մասն է լուսաբանվում ԶԼՄ-ներում, բոլոր հարցերը այդ օգնության մասին են, գումարների, միլիոնների մասին են եւ բուն գործընթացը, որը պետք է լուսաբանվի, չի լուսաբանվում։ Այո, ես հենց այդ նպատակով եմ խոսքս կոնկրետացնում։ Հայաստանում, այո, ամբողջ մեդիա միջավայրը, փորձագիտական դաշտը սևեռվել է ռուսական տնտեսական ճնշումները թուլացնելու եւ Հայաստանին օգնության ձեռք մեկնելու այսպես կոմպոնենտի վրա եւ հարցը Հայաստան-Եվրոպա հարաբերություններ եւ ֆոն դեր Լայենի այցի հետ կապված դիտարկում է փոքր նեղ տիրույթում, բայց իրականում սա ընդհանուր այդ գլոբալ համակարգի մաս է կազմում։ Այսինքն պետք է ընկալել հետեւյալ կերպ, որ Եվրոպական միությունը շատ լավ հասկանում է, որ առանց Հայաստանին այս վիճակից դուրս բերելու, այսինքն առանց Հայաստանին տնտեսությունը հնարավոր կոլապսից փրկելու եւ իր տնտեսական անկախությունը վերականգնելու, հնարավոր չէ կենսագործել իրենց այդ գլոբալ նպատակը, խնդիրը եւ հենց սա է պատճառը, որ Եվրոպան այդքան կարեւորություն է տալիս հենց Հայաստանի հետ հարաբերություններին։ Տեսեք, խոսքը այնտեղ ոչ միայն այդ 200 միլիոնին է վերաբերում, այլև նաեւ 2 միլիարդ եվրոին է վերաբերում, որոնք ներդրումների տեսքով հետագայում պետք է լինեին, այսպես ասած, նաեւ ուրեմն այդ ֆինանսական ներարկումներին 18 միլիոնի, 20 միլիոնի չափով, որոնց մասին Երևանում եւս ուրեմն հայտարար
կատարվեց, հա, եւ սրանք պատահական չեն, այսինքն սրանք ուղղված են Հայաստանի տնտեսական վիճակի կայունացմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը, դրանով իսկ ռուսական ազդեցությունը Հայաստանում թուլացնելուն, որը ինքնաբերաբար ծառայում է արդեն Եվրոպայի այդ գլոբալ իմ նշած առաջին հարցի շրջանակներում նշած նպատակին։ Այս առումով իմ տպավորությամբ ֆինանսական այդ ուրեմն խոստումները ձեր կողմից նշված ոչ այնքան օգնություն են, այլ ներդրում են այդ մեծ գլոբալ աշխարհում։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Սրանք ներդրումներ են Եվրոպայի կողմից իր նպատակներին հասնելու տեսանկյունից եւ Հայաստանը պարզապես հայտնվել է մի իրավիճակում, երբ կարող է ստեղծված այդ իրավիճակից իր համար շատ կարևոր դիվիդենդներ ձեռք բերել։ Պարոն Աբրամյան, օրինակ մի թիվ հնչեցնեմ այս համատեքստում 18 միլիոն եվրո, որը ասել է Տիկին ֆոն դեր Լայենը, դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո, այս 18 միլիոնը վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին նշել է նա։ Ձեր կարծիքով այս գումարները 52 միլիոն եվրոն համարժեք է այն ծառայություններին, որը Եվրամիությունը ակնկալում է այս փուլում Հայաստանից։ Կարծում եմ ոչ, դարժեքը շատ ավելի մեծ է, բայց այդ գումարը ինչի մասին որ խոսվել է եւ 18 միլիոնը եւ 50 քանի միլիոնը, սրանք ուղղված են ավելի շատ այդ գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական ապրանքների իրացման հնարավորությունների մեծացմանը եւ նոր շուկաների ձեռքբերմանը, այսինքն ես այսպես եմ պատկերացնում, որ այդ ներդրումները հիմնականում այդ ոլորտին են վերաբերում եւ սա ընդհանրապես մի փոքր սպեկտրն է ընդհանուրի մեջ։ Այստեղ կարևորը այդ գումարի այդ սիմվոլիկ գումարի չափը չի, կարևորը նա է, որ շատ արագ է արձագանքել Եվրոպան ստեղծված իրավիճակին, տարբերություն նախկին բոլոր իրավիճակների եւ շատ արագ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է Հայաստանին ուրեմն ձեռք մեկնել մի իրավիճակում, երբ ինչպիսի իրավիճակում ժամանակին ուշացրել են, չգիտեմ, Վրաստանի հետ կապված, ուշացրել են Ուկրաինայի հետ կապված եւ այլն եւ ուրեմն շատ ավելի հեշտ է լինելու այս պայմաններում հնարավորինս ավելի այսպես սահուն հաղթահարել այդ ճգնաժամը, որը հնարավոր ավելի սուր լիներ, եթե այս օժանդակությունը Եվրոպայի կողմից չլիներ։ Այսինքն այդ ներդրումները, ճակերտավոր եմ ասում, ներդրումները Եվրոպայի կողմից իսկապես շատ փոքր են։ Ես պետք է նաև նշեմ, որ ավելի հեշտ է Հայաստանի պարագայում բացել շուկան հայկական արտադրատեսակի գյուղամթերքի կամ չգիտեմ ուրեմն խմիչքների արժեվ նաև պայմանավորված նրանով, որ Հայաստանի արտադրողական հզորություններն են բավականին փոքր եւ եվրոպական ահռելի շուկայի համար դա շատ մեծ ծավալ չի կազմում, որպեսզի նաև իրենց մաքսային քաղաքականության վրա որևէ էական ազդեցություն ունենա եւ սա թույլ է տալիս լինել շատ ավելի ճկուն Հայաստանի հետ, Հայաստանի պարագայում ու խոսել շատ ավելի ուղիղ եւ շատ ավելի անմիջական եւ արագ արձագանքել ստեղծված իրավիճակին եւ մենք տեսնում ենք գործնականում, որ այսպես հայտարարություններից հենց անմիջապես հետո գործնականում ժամերի ընթացքում սկսում են այդ խոստումները իրականացվել։ Այս շատ կարեւոր ազդակ է նաեւ Հայաստանի հանրությանը ցույց տալու համար, որ այն ուղղությունը, որը որդեգրվել է Հայաստանի կողմից, այսպես ունի ներքին հաշվարկներ, հիմնված այսպես ռացիոնալ հաշվարկների վրա եւ նաեւ հեռանկարային է այս իմաստով։ Այսինքն սա ուղղված է նրան, որ ցույց տալու համար, որ ուրեմն սա զուտ ցանկությունների խնդիր չի, սա նաեւ հաշվարկված քաղաքականություն է եւ այդ քաղաքականությունը իրականացնելու երկկողմ շահագրգռվածություն եւ երկկողմ կարողություն նաեւ։ Պարոն Աբրամյան, դուք վստահ եք, որ այդ ուղղությունը ընտրվել է եւ խնդրեմ նաեւ ձևակերպեք, այդ ինչ ուղղություն է ընտրվել, որովհետեւ այս հարցում կան շատ տարընթերցումներ, տարակարծիք ենք մենք բոլորս, ինչպես եւ միշտ։ Ես կուզենամ լսել ձեր կարծիքը, ինչ ուղղություն է ընտրվել։ Ես մի անգամ ձևակերպել եմ այդ միտքը, չեմ զլանա նորից կձևակերպեմ։ Դա շատ է պետք ձևակերպել։ Խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգային
տնտեսա-քաղաքական դիվերսիֆիկացմանը եւ սուվերենության բարձրացմանը։ Դուք կարծում եք դա ընտրվել է այդ ճանապարհը։ Այո, ես կարծում եմ այդ ճանապարհն է ընտրվել եւ սա Հայաստանի անվտանգության երաշխավորման միակ ռացիոնալ ճանապարհն է։ Կրկնում եմ, այստեղ խոսքը չի վերաբերում միայն Ռուսաստանի կամ չի վերաբերում հատկապես Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելուն, հետեւաբար նաեւ չի վերաբերում հատուկ Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի կամ թշնամական քաղաքականության իրականացմանը։ Խոսքը վերաբերում է օգտագործել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների տված հնարավորությունները, ռեսուրսները, օգտագործել բոլորի շահերը, տարածաշրջանում խաչվող շահերը, երաշխավորելու եւ ապահովելու համար Հայաստանի շահերը եւ ապահովելու առաջին հերթին նաեւ անվտանգությունը։ Շատ կարեւոր մի գաղափար է կենսագործվում, թղթի վրա ուրեմն գծագրված խաղաղությունը ֆունդամենտալիզացնել կամ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել դրան, իսկ դա հնարավոր չէ առանց այստեղ ներդրումներ կատարելու, արտաքին ներդրումներ բերելու եւ նաեւ այդ ներդրումները պաշտպանելու գործուն մեխանիզմների ձևավորման։ Ես չգիտեմ ինչքանով կարողացա միտքս բարձրացնել, բայց սա է, այսինքն այնպես անել, գինը այնքան բարձրացնել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության, արժեքը այնքան բարձրացնել, որ որևէ կողմին ձեռնտու չլինի եւ նպատակահարմար չհամարվի այստեղ պատերազմելը, հակառակը բոլոր կողմերին շահավետ լինի ստեղծված կոմունիկացիոնես հաբի հնարավորություններից օգտվել։ Այս պարագայում միանշանակ երկարաժամկետ կտրվածքով խաղաղությունն էլ է երաշխավորելու, պատերազմի բացառումն էլ է երաշխավորելու բնականաբար։ Պարոն Աբրահամյան, այս ամենի համատեքստում դուք ինչպես եք կարծում, դեպի Եվրամիություն Հայաստանը գնում է անդամակցության ճանապարհով այս պահին։ Ես կարծում եմ, որ մենք գնում ենք Եվրոմիության չափորոշիչներին համապատասխանել, կամ անդամության չափանիշներին համապատասխանելու ճանապարհով։ Սա շատ ավելի մեծ կապիտալ է ձևավորելու, քան հենց ի սկզբանե անդամակցությունը որպես իդեա ֆիքս ամրագրելը։ Որովհետև սա այս մոտեցումը, այս գաղափարաբանությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի շեշտադրումը կատարես քո ներքին ռեսուրսների եվրոպականացմանը կամ եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը, որի պայմաններում արդեն քո ընտրությունից է կախված լինում կոնկրետ հասունացած պահին որոշում կայացնել գնալ այդ ճանապարհով թե չգնալ այդ ճանապարհով, որովհետև այդ իրավիճակ կարող է շատ տարբեր լինել, այսինքն աշխարհակաղակական պայմանները, Հայաստանի իրավիճակը այնքան տարբեր կարող են լինել, որ ուրեմն պայտակ դու կարող ես որոշել գնում ես անդամակցության հայտ ներկայացնելու ճանապարհով, թե հրաժարվում ես դրան, բայց պահում ես այդ անդամակցության համար անդամակցության պայմաններին բավարարելու պահանջը, որովհետև դա ժողովրդավարացման ուրեմն խնդիր է, դա տնտեսական համակարգի, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, եվրոպական ստանդարտերին համապատասխանելու ուրեմն քաղաքականություն է եւ սա բերելու է ընդհանուր պետության արդյունավետության եւ կենսունակության բարձրացման։ Սա շատ ավելի նպատակը ունենք անդամության։ Դա ածանցյալ խնդիր է եւ այդ հարցը կորոշվի կոնկրետ այդ պահին արկա աշխարհակաղակական իրողություններից եւ Հայաստանի համար ռիսկերի եւ շահերի հաշվարկի արդյունքում։ Պարոն Աբրահամյան, ինչու եմ ես այս հարցը տալիս, տեսեք, նախընտրական շրջանում տարբեր տեղերից եւ իշխանության ներկայացուցիչների կողմից եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից ես լսել եմ այսպիսի միտք, որ այ եթե Եվրամիության անդամության մասին օրենքը չընդունվեր 1.5 տարի առաջ, Ռուսաստանը այս ամենը չէր անի, սա էր պատճառը։ Այ օրենքը մենք ընդունեցինք, մենք ասացինք, որ մենք գնում ենք Եվրոպա, Ռուսաստանն էլ դեմ է, որ մենք գնանք Եվրոպա։ Դեպի իշխանության ներկայացուցիչները նաև ասում էին, որ ընտրություններից հետո այդ բոլոր պատժամիջոցները կչեղարկվեն, այդպեսի կարծիք էր կա, տեսանք, որ դա չեղավ։ Հիմա լավ, այս օրենքն է խնդիրը, թե այնուամենայնիվ այլ ինչի մասին մենք մոտավորապես կես ժամ արդեն խոսում ենք։ Տեսեք, ինչի են այդպես պրիմիտիվացնում այս լուրջ խնդիրը։ Պրիմիտիվացնում են, որպեսզի դա անցալի որպես ներքին խնդիր եւ հայ-ռուսական կամ հակառուսականության խնդիր։ Պատճառը եւ նպատակը սա է։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ երկու հանգամանքի վրա։ Երբ որ այս օրենքը ընդունվեց, ընդ որում այդ օրենքը վերաբերում էր ոչ թե անդամակցության հայտ ներկայացնելուն, այլ ընդհանրապես ցանկությանը, անդամակցության հայտ ներկայացնելու ցանկությանը, այսինքն, այսպես ասեմ,
քաղաքականությունը, վարվող քաղաքականությունը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցման բերեց օրենքի մակարդակի, այսինքն օրենքի որպես օրենք ձևակերպվեց։ Ոչ այդ ժամանակահատվածում, երբ որ այդ օրենքն ընդունվում էր, ընդ որում հիշում եք, այդ օրենքն ինչպես ընդունվեց, քաղաքացիական նախաձեռնություն եղավ, ստորագրահավաք երկար ժամանակ իրականացվեց բան, այդ ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանը այդպես առանձնահատուկ սուր վերաբերմունք չէր դրսևորում, անգամ այն բանից հետո, երբ այսպես մեզ մոտ ընդունվեց Հռոմի ստատուտը, այո, այդ ժամանակահատվածը, որը ընկալվում էր որպես Պուտինի այսպես կոչված ձերբակալման հնարավորությունների ստեղծման մասին բան, ակտ, հա, այդ ժամանակ էլ արձագանքը այսքան սուր չէր, բայց հանկարծ այն բանից հետո, երբ որ Միացյալ Նահանգներում ստորագրվում է խաղաղության, նախաստորագրվում է խաղաղության պայմանագիրը, հանկարծ այն բանից հետո, երբ որ գործնական հողի վրա դրվում է միջին միջանցք կամ մեծ միջին միջանցքի գաղափարը եւ սկսում են դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկվել եւ հանկարծ Մոսկվայում տեսնում են, որ կոնկրետ ներդրումների մասին արդեն խոսք է գնում, այսինքն փողի մասին է խոսք գնում, որը դրվում է այդ պրոյեկտներում, սկսվում է այսպիսի մի աժոտաժ։ Ես ուզում եմ ինչի համար եմ սրա մասին խոսում, որ պարզ լինի, որ այստեղ խնդիրը բացարձակապես այդ չի, խնդիրը շատ ավելի գլոբալ հարթությունում է, քան զուտ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը։ Հայաստանը ըստ էության Ղարաբաղյան պատերազմից հետո կամ Ղարաբաղի կորստից հետո միակ լծակն է կամ ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանի կախվածությունը, էգզիստենցիալ կախվածությունը կամ այն ընկալումը, որ դա այլընտրանք չունի, Ռուսաստանից կախվածությունը այլընտրանք չունի, եղել է մնում էր միակ լծակը Ռուսաստանի կողմից ազդեցություն գործադրելու այդ բոլոր նոր կոմունիկացիաների իրեն շրջանցող, այս տարածաշրջանում շրջանցող կոմունիկացիաների նկատմամբ հսկողություն սահմանելու կամ անգամ թույլ չտալու։ Հիմա Ռուսաստանը զրկվում է ահա այդ կարևոր լծակից։ Ռուսաստանի նյարդայնության հիմնական պատճառը հենց այս հանգամանքն է, որ ինքը կորցնում է շատ ավելի մեծ բան, քան փոքրիկ Հայաստանը, որովհետև փոքրիկ Հայաստանը ինքն իրենով իր համար որևէ նշանակություն չի ունեցել, իրենք միշտ սա ընդունել են որպես ֆորպոստ եւ երբեք չեն թաքցրել, որ որպես ֆորպոստի էլ վերաբերում են։ Իսկ հիմա իրանք կորցնում են շատ ավելի լուրջ ենթահող եւ իրենց այս ամբողջ թույլ եմ տալիս ինձ ասելու հիստերիայի ամբողջ պատճառը սա է, որ իրենք շատ ավելի մեծ բան են կորցնում Հայաստանը կորցնելով, քան թվում է առաջին հայացքից։ Սա պետք է մեր ուրեմն մեծ հետևողները շատ լավ ընկալեն, որպեսզի ամբողջ համատեքստը կարողանան պատկերացնել տեղի ունեցողին։ Նաև այսպիսի մի հարց, պարոն Աբրահամյան, դուք նշեցիք, որ իրականացնել առանց Հայաստանի այդ մեծ նախագիծը, պայմանական մեծ միջին միջանցքը կամ global gateway, ով ինչպես կուզի, անհնար է։ Ես անընդհատ կարծիքներ եմ լսում Ադրբեջանում եւ Թուրքիայում, որ դա հնարավոր է անել Վրաստանի միջոցով եւ Հայաստանի մասնակցությունը այստեղ պարտադիր չէ։ Բաքվում շատ են գրում տարբեր բարբերականներ այսպիսի նախագծերի մասին եւ Հայաստանի անունը ընդհանրապես չեն տալիս, բայց դա իրականում հնարավոր է ձեր կարծիքով։ Տեսականորեն հնարավոր է եւ մենք տեսել ենք, որ այդպիսի պրոյեկտներ իրականացվել են, խոսքը Բաքու-Թբիլիսի-Ջեհյան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում այս գազատարների եւ խողովակների կառուցմանն է վերաբերում, որոնք շրջանցել են Հայաստանը եւ այո, հնարավոր է, որ այս աշխատի այդպես այդ միջանցքը, բայց դա ինչու է հնարավոր եղել։ Հնարավոր է եղել, որովհետև Հայաստանը չի եղել գործոն։ Հայաստանը չի եղել սուբյեկտ, Հայաստանը եղել է մի կողմ, որը մշտապես իր քաղաքականությունը, իր վարքագիծը, իր գործողությունները պայմանավորված է եղել, պայմանավորել է Ռուսաստանի դիրքորոշումներով եւ ամենակարևորը կախվածության մեջ է եղել Ղարաբաղյան կոնֆլիկտից այն իմաստով, որ ուրեմն այդ կոնֆլիկտը խանգարում է կամ այդ կոնֆլիկտը պատճառը հիմնականում, որ մենք հնարավորություն չունենք ներգրավելու այդ պրոյեկտների մեջ եւ աշխարհակահաղական են կենտրոնները, որոնք հիմա տարածաշրջանում մեծ ակտիվություն են դրսևորում, իրենք հենց այդ հանգամանքն են հաշվի առնում, որ կոնֆլիկտային գործոնը որպես այդպեսին այս տարածաշրջանում այլևս չկա։ Եվ հարց առաջանում, այդ նույն բաները, այդ նույն թրիփը օրինակ եմ ասում, հա, նույն, չգիտեմ, մեծ միջանցքը, այդ միջին միջանցքի գաղափարը ինչու այն ժամանակ չէր դրա մասին չէր շրջանառվում, հիմա է շրջանառվում, երբ որ Հարավային Կովկասում ռեալ հնարավորություններ են ստեղծվել
ռուսական ազդեցությունից զերծ կամ ռուսական ուրեմն ներգրավվածությունից զերծ ունենալու մեծ ընդհանուր միջանցք։ Ես այստեղ Հայաստանի միայն փոքրիկ այդ հատվածը նկատի չունեմ, հա, ընդհանուր մեծ միջանցքը, որի մասին ես խոսեցի։ Հենց այդ պատճառով, որ ամենակարևոր լծակը Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ Ռուսաստանի ազդեցության հնարավորությունները այստեղ նվազագույնի են հասցվում։ Սա է ամենակարևորը։ Թե չէ, այսինքն առանձին փոքրիկ կամ փոքր չասենք, դե լոկալ բնույթի նախագծեր, ելի մինչև այդ էլ եղել են եւ համոզված եմ, որ կարող են լինել։ Պլյուս դրան, մենք չմոռանանք նաեւ, որ Վրաստանի նախկինում այն ժամանակ, երբ որ իրականացնում էին այդ նախագծերը, ուներ այլ կարգավիճակ, ռուսական ազդեցությունից դուրս կարգավիճակ էր կամ ձգտումն այդպիսին էր, որ այլ իշխանություն։ Այո, իսկ հիմա բոլորովին այլ իրավիճակում են գտնվել եւ Հայաստանին այսօր մեծ խաղացողները, այդ ներդրումներ կատարելու ունակ աշխարհակական կենտրոնները տալիս են Հայաստանին այն դերը, որը նախկինում տալիս էին Վրաստանին։ Այս դերի փոփոխությունը, կարգավիճակային փոփոխությունը այս պահին ծառայում է Հայաստանի շահերից եւ հանգամանքների դասավորությունը այդպես է ստացվել, որ մենք պետք է այդ հնարավորությունը կարողանանք մաքսիմալ կերպով օգտագործել։ Հուսանք, պարոն Աբրամյան, շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրամյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։